Բարև ձեզ եւ բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր մենք կխոսենք ֆինանսական խարդախությունների մասին եւ հատկապես վերջին ժամանակներս հաճախակի դարձած եւ նաեւ աղմուկանած on-line վարկերի մասին։ Հաճախ լսում ենք, որ մարդիկ պարզում են, բացահայտում են, որ իրենց անունով վարկեր են վերցվել, թե իրենք չգիտեն երբ են դիմել կամ ընդհանրապես իրականում չեն դիմել։ Յուրաքանչյուր էպիզոդում պարզ լեզվով ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացությունները եւ երևույթները։ Շնորհակալություն եք հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ տեսահոլովակների այս շարքը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք տրամադրել որակյալ կրթական բովանդակություն, որի շնորհիվ դուք կարող եք կայացնել գիտակցված խելացի ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ podcast-ին, որպեսզի միասին կառուցենք ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Վերջերս մենք ականատես եղանք, որ բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել բողոքի եւ մասնավորապես այդ բողոքների արդյունքում Կենտրոնական բանկը որոշում կայացրեց առաջարկել բանկերին սառեցնել on-line ավելվածների միջոցով տրված վարկերին, մինչև որ խոր ուսումնասիրություններ կիրականացվեն, ինչեր տեղի ունեցել մարդկանց տվյալները օգտագործելով խարդախները բանկերից վարկեր էին վերցրել, այդ վարկերը այսօր հասանելի են դարձել, քանի որ որոշ բանկեր օգտագործում են on-line գործիքներ, այսպես ասած սկորինգային համակարգեր, որոնց միջոցով հեշտացվում են վարկերի տրամադրելը, սակայն հեշտության հետ նաև գալիս են ավելի բարձր ռիսկեր, այսինքն ձեր տվյալները ունենալով խարդախները կարող են ձեր փոխարեն ձեր անունից ստանալ վարկեր, որոնք իրականում գրացվում են ձեր անունով։ Իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Գործ ունենք մի քանի սխեմաների հետ, սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները չեն գործում ստատիկ միջավայրում, իրանց մոտ պարբերաբար նորացվում են գործիքները, թեև կան մի շարք արդեն իսկ հայտնի գործիքներ, իսկ ամենակարևորը դա աչառլուրջ լինելն է, չտրվել գայթակղիչ, երբեմն չափից ավել գայթակղիչ խոստումների, զանգերի, էլեկտրոնային փոստով ստացված հրավերների, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից։ Առաջինը կարող ենք խոսել, այսպես ասած, ֆիշինգի եւ սոցիալական ինժեներիայի մասին, Ֆիշինգը ինչ է։ Ֆիշինգը իրականում անգլերեն նման է ձկնորսություն բառին, թեև գրվում է այլ տարբերակով, այլ տառերով, բայց իմաստային նման է նրան, որ խարդախները փորձում են կարգի վրա բռնել մարդկանց կամ թերահավատ մարդկանց, այսպես ձևակերպենք։ Արդյունքում նրանք ուղարկում են էլեկտրոնային փոստով որոշակի նամակներ, որտեղ սովորաբար լինում են հղումներ կամ լինում են կից ֆայլեր, եւ ձեզանից պահանջվում է մուտք գործել կամ կլիկ անել կամ բացել։ Երբեմն ավելի պրիմիտիվ պահանջվում է ներկայացնել բանկային քարտի տվյալներ կամ բանկի հաշվեհամար, այդ թվում նաև այսպես ասած CVV կոդ, որը բանկային քարտի հետևում գրված եռանիշ թիվն է։ Պետք է հիշել, որ որևէ պարագայում որևէ մեկը որևէ օրինական պատճառով այդ տվյալները ձեզանից չի կարող ուզել, այդ թվում եւ ձեր սպասարկող բանկը։ Որևէ պարագայում CVV կոդը ոչ մեկի պետք չի տալ, սակայն գոյություն ունեն կայքեր, որոնք նույնիսկ CVV կոդ չեն պահանջում։ Դա նշանակում է, որ ձեր բանկի վրա, ձեր բանկային քարտի վրայի 16 նիշանոց թիվը եւս որևէ մեկին տալ պետք չի, նկարել ուղարկել պետք չի, հեռախոսով էլ հաճախ ասել պետք չի եւ դա ընդհանրապես ասած բավականին զգայուն ինֆորմացիա։ Ինչ է իրանից ներկայացնում սոցիալական ինժեներիան, նույն բանը կարող են փորձել անել հեռախոսով, զանգել օրինակ ինչ որ շատ ֆրտաճմլիկ դեպք պատմել կամ ընդհակառակը ձեր ծանոթի ընկերոջ ընտանիքի անդամի անունից ներկայանալ եւ փորձել ձեզանից ստանալ որոշակի զգայուն ինֆորմացիա, ինչպես օրինակ PIN կոդ կամ CVV կոդ կամ որևէ
բանկային գաղտնաբառ եւ օգտագործել այդ ինֆորմացիան։ Նաեւ շատ պետք է աչալուրջ լինել, օրինակ հեռախոսների նկատմամբ, որովհետև հեռախոսը այսօր պարզապես հեռախոս չի, իր մեջ բավականին շատ անձնական եւ ֆինանսական ինֆորմացիա կա, ինչպես նաեւ պարզ հեռախոսի հաղորդագրությունների հավելվածը եւս հնարավոր է խարդախների կողմից օգտագործել, եւ եթե ձեզանից օրինակ խնդրեն հեռախոսը զանգելու համար այդ ընթացքում SMS-ով կոդ ուղարկեն հավաստելու, որ ձեր կողմից է այդ դիմումը կատարվել, նման սխեմաներ հիմա եւս կան, եւ այդ ամենի արդյունքում ձեր ֆինանսական միջոցները կարող են գնալ կամ ձեր անունից հնարավոր է բարգվեցնեն։ Մեկ այլ տարածված սխեմա է, օրինակ on-line կայքերի միջոցով ձեր քարտերի տվյալները ստանալու, օրինակ ձեզ գալիս է առաջարկ որոշակի ապրանքներ ձեռք բերելու, այդ թվում մատչելի գներով կամ լավ պայմաններով, այստեղ պետք է բավականին զգույշ լինել, թե ինչ կայքերի հետ գործ ունենք։ Իհարկե, անծանոթ տեղերից գնել խորտ չի տրվում, բայց մյուս կողմից բոլոր տեղերը այդքան էլ ծանոթ չեն, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել հասցեի տողում, արդյոք վեբ կայքը օրինակ պաշտպանված է, թե չէ, այսինքն HTTP-ա գրված, թե HTTPS-ա գրված, այս տառը նշանակում է անվտանգ եւ այսօրվա ինտերնետային բրաուզերները մեզ հաճախ նաեւ զգուշացնում են, որ կայքերը անվտանգ չեն եւ այդ կայքերը ուղղակի կամ մտնել պետք չի, կամ տվյալներ տալ պետք չի։ Երրորդ սխեման, որ մեզանից այդքան էլ կախված չի, տվյալների արտահոսքեր երբեմն հնարավոր են այլ կազմակերպություններից, որոնք ունեն մեր տվյալները, մասնավորապես այդ պատճառով էլ օրինակ բանկերում կիբերանվտանգության պահանջները բավականին բարձր են, սակայն մենք մենակ բանկերի հետ չեն գործ ունենում, հաճախ տարբեր տեղեր մեզ տարբեր ինֆորմացիաներ են մեզանից ուզում, հեռախոսի համար, email, բանկային քարտ այդքան հաճախ չեն ուզում, բայց անձնական տվյալները, անձնագրի տվյալները եւս հնարավոր են օգտագործել տարբեր սխեմաներ, նույն ասենք անձնագիր ունենալով երբեմն եղել են դեպքեր, որ վարկ են ձևակերպել, հետեւաբար անձնական տվյալները պահելը, այդ թվում տարբեր տեսակ սոցիալական մեդիաներում խորտ չի տրվում։ Ու դա մեզ բերում ավտոմատ 4 սխեմային, երբ որ որոշ կազմակերպություններ, օրինակ վարկային կազմակերպություններ բավականին հեշտացված ձևով վարկ են տալիս, օրինակ իդենտիֆիկացիայի նույնականացման բավականին պարզ գործիքներ կան, հաճախորդի հետ ֆիզիկական կամ դեմքի նույնականացում չի գնում, եթե գործ ունենք հեռախոսի հետ, հեռախոսային հավելվածը եթե մարդը բացել է, ինքը արդեն դարձել է խոցելի եւ հետեւաբար այս ամեն ինչը մեզ բերում է մի հատ միջավայր, որտեղ եթե ռիսկերի մասին մտածում ենք, բավականին պետք է զգոն լինենք եւ իրականում այդ ռիսկերը ամենուրեք են։ Ինչ անել, եթե կասկածում եք, որ ձեր անունով վարկ են վերցրել կամ խարդախությունը տեղի ունեցել։ Առաջին հերթին դիմեք ձեր բանկ ճշտելու համար, արդյոք ձեր անունով վարկ է վերցվել։ Հնարավոր է նաև մուտք գործել Accra վարկային բյուրոյի կայքը եւ գրանցվելուց հետո ստանալ ձեր վարկային պատմությունը, որի մասին մեկ այլ ոդքասթում ավելի մանրամասն կխոսենք։ Հնարավոր է դիմել ֆինանսական հաշտարարի կամ կենտրոնական բանկ, ավելի լուրջ կասկածների դեպքում, եթե ավելի կոնկրետ փաստեր կան, կարող եք դիմել ոստիկանություն, կարող եք դիմել նաև այն կազմակերպություններին, որոնց անունից ձեզ որոշակի հարցումներ են եկել, եթե նման իրավիճակների հետ գործ ունենք, սակայն որպես եզրափակում կարող եմ ասել, որ ընդհանրապես ասած պետք է զգոն լինել, չտրվել խաբուսիկ եւ չափից ավելի գրավիչ առաջարկների, այդ թվում հեռախոսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսի հաղորդագրությունների միջոցով եւ ընդհանրապես անձնական տվյալները փորձել պահել հնարավորինս սահմանափակ տեղերում, այդ թվում բանկային քարտը, քարտի վերաբերյալ տվյալները, անձնական տվյալները, անձնագրի ID քարտի տվյալները եւ այլն։ Նաեւ խորհուրդ կտամ հեռախոսը չտալ անծանոթներին, հեռախոսը միշտ գաղտնաբառով կամ
դեմքի մատի նույնականացումով պաշտպանված պահել, դիմեք ձեր բանկին, ակտիվացրեք SMS հաղորդագրությունները, որպեսզի on-line ռեժիմում տեղյակ լինեք ինչ է կատարվում ձեր հաշիվների հետ, օգտվեք բանկային հավելվածներից, որտեղ կարող եք տեսնել ինչպես ձեր հաշիվների քարտերի, այնպես էլ վարկերի, ավանդների, պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը, պարբերաբար ճշտեք, ստուգեք ձեր տվյալները։ Եթե օրինակ մի քանի բանկում օգտվում եք ծառայություններից, ինչպես օրինակ ես օգտվում եմ Excel-ի հնարավորություններից, բոլոր բանկերի տվյալներս մի տեղ եմ հավաքում, որպեսզի հեշտ կարողանամ կառավարել այդ ամբողջ տեղեկատվությունը եւ պարբերաբար ստուգում եմ ինչա կատարվում հաշիվներիս հետ, որպեսզի ինքս լրացուցիչ անգամ համոզվեմ, որ որևէ սխալ բան տեղի չունենում, այդ թվում իմ հնարավոր սխալ գործողությունների արդյունքում։ Բոլորին խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում հետևել ֆինանսական հիգիենային, որը մեր անձնական հիգիենայի պես կարևոր բան է, որպեսզի չափսոսանք մեր կորուստների համար։ Տարածեք այս գաղափարները եւ տեսանյութը ձեր ընկերների, բարեկամների, ընտանիքի անդամների, հատկապես տարեցների եւ երիտասարդների շրջանում, ովքեր դեռևս կամ շատ փորձ չունեն այս ոլորտում, կամ ընդհանրապես ասած դուրս են մնացել ակտիվ տեխնոլոգիական հնարավորություններից եւ շատ չեն օգտվում, ամեն դեպքում այսօր բանկային ծառայությունները ավելի հասանելի են դարձել, շատերը այդ թվում մեր կենսաթոշակառուները օգտվում են բանկային քարտերից, որոնք մի կողմից հեշտացնում են կյանքը, հեշտացնում են գումար ստանալը պետությունից եւ այդ թվում նաեւ կանխիկացնելը, բայց մյուս կողմից վերում են իրենց այդ ռիսկեր, որոնց մասին պետք է տեղյակ լինել, զգոն լինել եւ աշխատել կառավարել դրանք։